Բարև ձեզ։ Արդեն մոտ 2 տարի է մեր կյանքը գլխի վայր է շուռեկել։ Մեզանից պահանջում են պատվաստվել եւ ընդհանրապես ապրել նոր նորմալության մեջ։ Ընթացքում ձեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ արդեն լսել է World Economic Forum անվանումը, համաշխարհային տնտեսական ֆորում։ Սակայն կոնկրետ ինչ մեխանիզմներով է այն ազդում մեր կյանքի վրա, ինչպես է գործում, գիտեն թերևս ոչ բոլորը։ Այդ պատճառով եկեք նայենք փորձառու եւ պրոֆեսիոնալ քաղաքագետների վերլուծությանը։ Ուրեմն 2000 թվականին World Economic Forum-ը հիմնում է Gavi կազմակերպությունը, Gavi Global Alliance for Vaccination and Immunization, ուրեմն պատվաստումների եւ իմունիզացիայի Global Alliance կազմակերպությունը, դա է իրենց հիմնական կառույցը։ Gavi-ն հիմնել են նաեւ World Bank-ը, համաշխարհային բանկը, համաշխարհային առողջապահության կազմակերպությունը, մի շարք պատվաստանյութ արտադրող ընկերություններ եւ Bill եւ Melinda Gates Foundation-ները։ Ուրեմն, միայն Bill եւ Melinda Gates Foundation-ները Gavi-ի ստեղծման համար տրամադրել է $750 միլիոն։ Սա միայն իբրև start capital, նախնական կապիտալ։ Gavi-ի օֆիցիալ պաշտոնական նպատակն է զարգացող երկրների երեխաներին ապահովել պատվաստանյութերով։ Ուրեմն, տարեց տարի Gavi-ի կասսան շարունակաբար նորանոր գումարներ է համալրվել։ Ուրեմն, 2011-ից մինչև 2020 թվականները միայն Bill եւ Melinda Gates Foundation-ը $4.1 միլիարդ է նվիրաբերել Gavi-ին։ 2020 թվականի հունիսին տեղի է ունեցել Gavi-ի ներդրողների կոնֆերանս, որի ընթացքում հավաքվել է $8.8 միլիարդ։ Այս ամենի ներքո բավականին տարօրինակ է այդ նպատակը զարգացող երկրներում երեխաների կյանքը դեպի լավը փոխելն է, որովհետև եթե տեսնում ենք փաստացիորեն զարգացող երկրներում, մասնավորապես աֆրիկյան երկրներում երեխաների կյանքը չի լավացել, այլ վատացել է, այնտեղ ամեն տարի հազարներով երեխաներ են մահանում միայն սովից։ Ուրեմն, այդ դեպքում ինչով է պայմանավորված հենց պատվաստանյութերի վրա հենց ֆիքսվելու հանգամանքը։ Հասկանալու համար եկեք ուշադրություն դարձնենք մի իրադարձությանը, որը տեղի է ունեցել 2017 թվականի Նյու Յորքում հունիսին։ 2017 թվականի հունիսին տեղի է ունեցել հետևյալը։ Ուրեմն, հիմնվել է մի պրոյեկտ, որի անվանումն է ID 2020 կամ ID 2020։ Ուրեմն, ով են հիմնել այդ պրոյեկտը, ուշադրություն, Gavi-ն, Microsoft-ը, Rockefeller Foundation-ը, CARE օգնության կազմակերպությունը, Accenture խորհրդատվական կազմակերպությունը եւ IDEO.org դիզայն ֆիրման։ Ուրեմն, ո՞րն է ID 2020 պրոյեկտի ծրագրի նպատակը։ Բիոմետրիայի եւ բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա աշխարհով մեկ այդենտիֆիկացման ֆորմաների ստեղծումն է։ Ուզում են ստեղծել բիոմետրիկ այդենտիֆիկացիոն ֆորմաներ մեզ համար։ Ուրեմն, այս պրոյեկտը ունի նաև համագործակցող պարտներներ, որոնք են ԱՄՆ կառավարությունը, Ուրեմն, ո՞րն է նպատակը ID 2020-ի։ Այն ուզում է յուրաքանչյուր մարդուն ապահովել թվային ID-ով։ Այն իբր թե կոչված է ավելի ապահով լինել եւ ընդհանրապես մեր ապահովության համար է։ Եթե նկատել եք վերջին 2 տարվա ընթացքում ամեն ինչ արել են մեր հետ, արվել է զուտ մեր ապահովության եւ առողջության համար։ Այդ դրա ներքո։ Ուրեմն, միջ այդ ընթացքում ախորժակները սակայն ավելացել են եւ քանի որ միաժամանակ մեծ զարգացում է ստացել artificial intelligence-ը, արհեստական բանականությունը, ապա այլևս խոսք չի գնում միայն digital ID-ի մասին, այլ
biometric convergence, այսինքն ոչ միայն թվային identity են ուզում իրանք ստեղծել, նաև հիմա արդեն ուզում են անցնել biometric identity վրա, այսինքն մարդու մեր մարմինների մեջ մեր մարմինը ուզում են միաձուլել թվային աշխարհի հետ։ Ուրեմն, ինչ միջոցներով է դա հնարավոր անել։ Կա 3 միջոց։ Առաջինը implants, իմպլանտների, tattoos եւ vaccines, պատվաստանյութեր։ Ուրեմն, բոլոր այս 3 միջոցների օգնությամբ էլ մարդու մարմնի մեջ կարող են տեղադրվել որոշակի սուբստանցիաներ, որոնք հնարավոր կլինի կարդալ, դրանք տեսանելի կլինեն թվային սարքերի կողմից եւ որոնք կհաղորդակցվեն այդ սարքերի հետ։ Այժմ տեսնենք, թե ովքեր են նստած Gavi-ի խորհրդում, այսինքն ովքեր են այն մարդիկ, որոնք պլանավորել են այսպիսի մեծ պրոյեկտ մեր մարմնի հետ, որոնք ուզում են մեր մարմինը միաձուլել, թվայնացնել, այդ ամեն ինչը անել, ովքեր են։ Պարզվում է, որ այդ մարդիկ բժիշկ չեն եւ նույնիսկ շատ հեռու են բժշկությունից։ Ուրեմն, Gavi-ի ղեկավարող խորհրդի նախագահը ամենևին էլ, ինչպես ասացի, բժիշկ չէ, դա Խոսե Մանուել Բարոզոն է։ Ով է Խոսե Մանուել Բարոզոն։ Ուրեմն, Խոսե Մանուել Բարոզոն եղել է 1992 թվականին World Economic Forum-ի Global Leaders of Tomorrow ծրագրի առաջին շրջանավարտներից մեկը։ Իմիջիալոց նա սովորել է այնտեղ Մերկելի եւ Բիլ Գեյթսի հետ միասին։ Նրանք բոլորը այդ առաջի վիպուսկի տարվա շրջանավարտներն են։ 2004-ից 2014 թվականը եղել է Եվրո հանձնաժողովի նախագահ։ 2016-ի հուլիսից հանդիսանում է Goldman Sachs բանկի խորհրդատուն, աշխարհահռչակ Goldman Sachs բանկը։ Ուրեմն, եկեք նայենք հիմա թե ինչ է ներկայացնում իրենից այս բանկը։ Goldman Sachs բանկի հիմնական բաժնետերերն են Vanguard, State Street եւ BlackRock կազմակերպությունները, ով որ տեղյակ է գիտի, այդ ինչ կազմակերպություններ են։ Ուրեմն, BlackRock-ի շեֆը Լարի Ֆինկը այժմ նստած է World Economic Forum-ի նախագահների խորհրդում։ Նա այնտեղ նստած է Եվրոպայի կենտրոնական բանկի շեֆ Քրիստին Լագարդի եւ IMF-ի շեֆ Քրիստալինա Գեորգիևայի հետ միասին։ Այսպիսով շրջանը փակվում է եւ մենք տեսնում ենք, թե որ ինչպես է միակապված։ Այսինքն ինչ է կատարվում ժողովուրդ, բոլորովին օֆիցիալ պաշտոնական մի խումբ էլիտաներ, մի խումբ շատ հարուստ մարդիկ, աշխարհի ամենահարուստները նստել են եւ որոշել են, որ այլևս մեր մարմինների մեջ պետք է լինի սուբստանց, որ մեր բիոլոգիական եւ ֆիզիկական մարմինը պետք է իրանք են տենց որոշել, որ պետք է միաձուլվի թվային աշխարհի հետ։ Հիմա մենք դա թույլ ենք տալու, թե ոչ, այլ մտածեք։ Տեսություն։